Ինչպես տեսնում եք, ես եւ մեր թիմը Antifake-ը հրաժարվել ենք համակերպվել Նարեկի եւ Վազգենի կալանավորման հետ եւ հրաժարվել ենք համակերպվել Հայաստանում խոսքի լրացման փորձի հետ։ Մենք թակում ենք հնարավոր բոլոր արևմտյան կառույցների դռները, միջազգային կառույցների դռները, տորպեդահարում ենք մեր նամակներով, նախորդային 40-ից ավելի նամակներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ նաեւ աջակցություն մեր գործընկերների աջակցության շնորհիվ, մասնավորապես այս համատեքստում, ինչպես պարոն Մելիքյանը նշեց, ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժուրնալիստների միությանը, նաեւ մեր գործընկեր լրագրողների եւ կառույցների աջակցության շնորհիվ մեր այսպես դռներ թակելը տեղ է հասել եւ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի, լուրջ այն առումով, որ համար 1 կամ առաջին մակարդակի ահազանգ կոչ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի կյանքին, առողջությանը կամ մեդիայի գոյությանն առհասարակ։ Այսինքն նման հայտարարություններ եւ ահազանգեր հնչում են, երբ որ սպանվել է լրագրող, ֆիզիկական վնաս է կրել, նա կամ նրա ընտանիքի անդամները ենթարկվել են բռնության կամ պարզապես կա լրատվական միջոց, որը կանգնած է փակման վտանգի առաջ։ Եվ այս ահազանգը դրա մասին է։ Մասնավորապես դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակում հնչել է համար 1 մակարդակի ահազանգ կոչը Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կալանավորման եւ Antifake-ի դեմ տեղի ունեցող գործընթացների մասին։ Եվ նրանք դիմել են Հայաստանի իշխանություններին եւ պահանջել պարզաբանումներ հետեւյալի մասին, որ պետք է անհապաղ վերադարձնել Antifake-ի ծարգրաված տեխնիկան, պետք է վերանայել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հիմքերը նրանց ազատ արձակելու նպատակով, պետք է հիմնավորել իրավական առումով հիմնավորել, թե ինչու է կիրառվել խուլիգանության հանցակազմը եւ պետք է հաշվետու լինեն Հայաստանում լրատվամիջոցների եւ խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված հարցերով։ Տեսնենք կառավարությունից արձագանք կլինի թե չէ, բայց միայն այն, որ Եվրոպայի խորհրդից համապատասխան կառույցից նման ահազանգ կոչ է հնչեցվել, արդեն խոսում է այն մասին, որ նրանք էլ նկատում են, որ Հայաստանում խոսքի դեմ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք պարզաբանման կարիք ունեն Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի քանի թվեր ձեզ համար հնչեցնեմ, որոնք հիմնավորում են ահազանգ կոչի հնչեցված մակարդակի կարևորությունը նաև մեզ համար։ 2015-ից 2025 թվականների ընթացքում Եվրոպայի խորհրդի լրագրողների համապատասխան կառույցից ընդամենը 23 ահազանգ է հնչեցվել, որից միայն 19-ը եղել է այս իշխանությունների օրոք։ Ընդ որում, այդ 23 ահազանգ կոչերից միայն 5-ն է եղել առաջին մակարդակի։ Եվ այդ 5-ից միայն 1-ը Նարեկի եւ Վազգենի գործն է վերաբերվել կալանավորմանը։ Մնացած բոլոր դեպքերը եղել են լրատվամիջոցների փակման վտանգ, ինչ որ ֆիզիկական բռնություն եւ այլն։ Ապօրինի կալանավորման դեպք արձանագրվել է միայն Նարեկի եւ Վազգենի մասով։ Եվ սա ինքնին խոսուն փաստ է։ Սա նշանակում է, որ Հայաստանը շեղվում է, այսպես իրենց աչքերով շեղվում է, մեզ համար ակնհայտ է, որ վաղուց շեղվել է ժողովրդավարական հունով ընթանալու ճանապարհից եւ սա այլևս չի խոսում ժողովրդավարության մասին։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը խոսքի ազատության, ԶԼՄ-ների ազատության, մեդիայի հարցում ունի լուրջ հետընթաց եւ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրներից կալանավորված լրագրողների թվով 3-րդ տեղում է։ Սա ինքնին խոսուն փաստ է։ Եվ ինչպես գործընկերներս ներկայացրեցին, իրավական մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, միայն մի քանի բառով ուզում եմ ասել, որ այն ինչ որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Antifake-ի դեմ, դա ուղիղ պատժիչ գործողություն է սուր քննադատական քաղաքական խոսք հնչեցնող անձանց եւ մեդիայի նկատմամբ, եւ սա գնահատականի պետք է արժանա ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ մեր գործընկերների կողմից։